Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ըստ իս Սերժ Սարգսյանը պարզապես փորձում էր կառուցել տարբեր այսպես բևեռներով ձևավորված նոր համակարգ, որը նրան թույլ կտար ավելի մանևրել բավական բարդացող իրավիճակում։ Ես այստեղ միշտ ունեցել եմ այդպես ընդհանուրից տարբերվող իրավիճակ, ես կարծում եմ եւ այն ժամանակ էլ նշել եմ, որ այդուհանդերձ Սերժ Սարգսյանը չուներ վարչապետի պաշտոնում մնալու հաստատական որոշում։ Նրա համար առավել նախընտրելի էր մնալ ՀՀԿ նախագահի կարգավիճակում եւ այդ բազմաբևեռ իշխանության պայմաններում կառավարել իրավիճակը, բայց նրա այդ մտադրությունները բախվեցին ըստ իս այդ թվում օրինակ Ռուսաստանի դժգոհությանը։ Ես ուզում եմ հիշեցնել մի շատ էական հայտարարություն, որ արեց Պուտինը 2017-ի պարլամենտական ընտրությունից առաջ մարտին, երբ Սերժ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, Պուտինը հայտարարեց, որ իրենք հուսով են, որ Հայաստանը անցումային շրջանը այդ սահմանադրության փոփոխության, մոդելի փոփոխության կանցնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ես կարծում եմ, որ այդ մոդելը վարչապետի պաշտոնում թողնել Կարեն Կարապետյանին, բալանսավորել դա ուժեղ այսպես ֆիգուր, իհարկե թույլ լիազորություններով, բայց ուժեղ ֆիգուր, խարիզմատիկ ֆիգուր Արմեն Սարգսյանով, հակառակ աշխարհաքաղաքական բևեռային տրամաբանության մեջ, այդպիսով Սերժ Սարգսյանը ծրագրում էր գուցե բավական մեծ պատասխանատվության տակ դնել Ռուսաստանին, հաշվի առնելով հասունացող պատերազմը Ադրբեջանի հետ։ Եվ այդտեղ Ռուսաստանը պարզապես ըստ իս թույլ չտվեց, որպեսզի այդ մեթոդը, այդ տրամաբանությամբ իշխանության ձևավորում տեղի ունենա եւ չմնա ինքը պատասխանատվության տակ, որտեղ պատկերացնում ենք այդ դեպքում ինչպես էր բնութագրվելու, որ եկավ ինչ-որ մեկը, փչացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունը եւ դրա համար Ռուսաստանը բավարար չափով չաջակցեց Հայաստանին Ղարաբաղյան հարցում։ Այն դեպքում, երբ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը պարզապես առաջնորդվեց իր շահերով, անկախ նրանից, թե ով կլիներ Հայաստանի վարչապետ։ Այսինքն սա իսկապես իհարկե ծավալուն թեմա է, բայց սա էր տրամաբանությունը այդ շրջանում։ Այսինքն պնդել, որ Բրիտանիան այդ շրջանից սկսած գալիս էր Հայաստանում իշխանափոխություն անելու, ես չեմ կարող, բայց կրկնեմ, այն, որ Բրիտանիան այստեղ գլխավոր շահառուներից է, անկասկած իհարկե։